Կարմիր հրապարակում տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին նվիրված շքերթը, որին մասնակցել են նաև հյուսիսկորեացի զինվորականներ։ Միջոցառմանը Վլադիմիր Պուտինի հետ ներկա են եղել Բելարուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները եւ այլ պաշտոնյաներ։ Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն։ Պուտինը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին։ ՌԴ նախագահը նաև հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ, որը սակայն շքերթին ներկա չի եղել։ Ռոբերտ Ֆիցոն եվրոպական միակ առաջնորդն է, որը մայիսի 9-ին Մոսկվայում է։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ֆիցոն մտադիր է Պուտինին փոխանցել Ուկրաինայի նախագահի ուղերձը, սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ֆիցոն որևէ ուղերձ չի փոխանցել Պուտինին, այլ տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկու հետ իր վերջին հանդիպման արդյունքների մասին։ Մայիսի 9-ի տոնակատարությանն ընդառաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երրորդյա հրադադարի մասին մինչև մայիսի 11-ը։ ԱՄՆ նախագահի խոսքով համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնի խնդրանքով։ Բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն, կողմերը գերիների կփոխանակեն 1000-ի դիմաց։ Շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին եւ Վոլոդիմիր Զելենսկուն խնդրանքս հաստատելու համար, գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Նա հույս է հայտնել, որ սա պատերազմի ավարտի սկիզբն է։ Թրամփը չի բացառել, որ հրադադարը կարող է երկարաձգվել։ Հրադադարի մասին հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնականը Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է Թրամփի առաջարկին։ Ուկրաինայի նախագահն էլ հաստատել է Թրամփի հայտարարությունը հրահանգել լռության ռեժիմի անցնել եւ պատրաստվել գերիների փոխանակմանը։ Վոլոդիմիր Զելենսկին նաև հրաման է ստորագրել, որով թույլ է տվել Մոսկվայում մայիսի 9-ին շքերթ անցկացնել։ Ուկրաինական կողմը խոստացել է տոնակատարության ընթացքում չթիրախավորել Կարմիր հրապարակը։ Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան հայտնել է, որ Եմեն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել։ Ակնկալվում է, որ նա պետք է քննարկումներ անցկացնի ռուս-ուկրաինական կարգավորման թեմայով։ Ռուսական մամուլն էլ վկայակոչելով իր աղբյուրը գրել է, որ ԵՄ երկրները Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ առաջին քննարկումը կունենան մայիսի 27-ից 28-ը Կիպրոսում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը ցանկանում է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Անտոնիո Կոշտայի խոսքով ԵՄ երկրները նման ներուժ ունեն եւ այդ հարցում վայելում են Զելենսկու աջակցությունը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում շփումների մեջ է միության 27 անդամների ղեկավարների հետ, հասկանալու թե ինչ պետք է քննարկեն Մոսկվայի հետ, երբ ժամանակը գա։ Նա վստահեցրել է, որ Եմեն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաձեռնված բանակցություններին։ Մոսկվայից արձագանքել են Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց նման շփումներ չի նախաձեռնի։ Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում ապրիլին հաղթած Տիսա-կուսակցության ղեկավար Պետեր Մադյարն ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում Վիկտոր Օրբանի փոխարեն, որը ղեկավարում էր կառավարությունը 2010 թվականից։ Մադյարը կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին հրաժարական տալ։ Տեղական զլմները գրում են, որ Օրբանի եւ նրա կուսակիցների քաղաքական ապագան էլ դեռ անորոշ է, նախկին իշխող ուժին արդեն կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ են ներկայացվել։ Մադյարը պրոեվրոպական դիրքորոշում ունի, սակայն պատրաստ է երկխոսել Մոսկվայի հետ։ Հունգարիայի նորանշանակ վարչապետը նաև ցանկանում է բարելավել հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։